Ռայսա Մկրտչյանը երբ է սկսել իր երաժշտական աշխարհ մտնելը։ Մենք դպրոցում միասին ենք սովորել։ Հետո այո, հետո ուրեմն Ռայսան տարվեց էստրադային կատարումներով, շատ հետաքրքիր երգչուհի էր եւ լավ ձայնով, հետաքրքիր ձայնով։ Սկզբից ինքը նմանացնում էինք մենք Պիեխայի հետ, Էդիտա Պիեխայի հետ, հա, հետաքրքիր բաներ ուներ, որ նման էր, հա, հատկապես երբ որ նրան նկարահանել էին ինքնաթիռում, ինձ թվաց թե ես հիշում եմ այդ կինո համերգը շատ սիրուն էր, հա, բաննա, Էդիտանա, Պիեխան, հետո չէ, տեսանք Ռայսանա, այդպես մեկ էլ հիշեցի, որ ախր Ռայսան իմ դպրոցական ընկերուհին է, ինչ եք ասում, հա։ Բայց այդ ժամանակ ինքը Մելիք Մավիսակարյանի հետ արդեն այդ տաքսավատորն մերակատար էր եւ շատ աչքի ընկած, դեռ չէր աշխատում ռադիոյում, բայց ինքը շատ արդեն նկարահանում էին, ռոլիկներ կային, ցույց էին տալիս Ռայսային ու հանկարծ եղավ մի հետաքրքիր դեպք, արդեն եկել էր այստեղ եւ ուրեմն այս ժամանակ կվինտետ էր էստրադային, նրանց հետ ձայնագրեց, այդպես Ռայսան շատ շուտ կարողացավ իրեն ներկայացնել իբրև երգչուհի պրոֆեսիոնալ, որովհետև կոնսերվատորիա էր ավարտում, արդեն ավարտել է, դաշնակահար էր, խելքակալխին երաժիշտ եւ շատ երաժշտական, անսահման երաժշտական եւ այդ ժանրի գիտակցությունը իր նյարդերում կար արդեն նվիրված էր շատ, հետո դարձավ լուրջ երգչուհի, իսկ հետագայում Ռայսան իհարկե արձանագրեց փաստ, որ ինքը ներկայացնում է այդ ժանրի դասական մակարդակը, շատ լավն էր Ռայսան, ես երբեք չեմ մոռանա իրան, որովհետև նա աննման երգչուհի էր, հրաշալի մարդ էր, ես իրան չեմ նկատել որպես երգչուհի, բնականաբար երգչուհի, բայց ոչ պետք ունենց օտար մեկը, հարազատ քրոջ նման, ես 3 հատ բեմական չէի ասի, արվեստի աշխարհում 3 քույր եմ ունեցել երգչուհիների մեջ, դա եղել է Գոհար Գասպարյանը, Օֆելիա Համբարձումյանը եւ Ռայսա Մկրտչյանը, այդ 3-ի հետ ես շատ մտերիմ էի, մենք ընտանիքներով, ամեն ինչով։ Իսկ ճանապարհի շատ եք ճամփորդել միասին, ես ունեմ Սան Ֆրանցիսկոյի նկարները, շատ գեղեցիկ։ Դա անփոխարինել է, հրաշալի ընկեր էր, եւ գիտես ինչ, մարդուն կարելի է ճանաչել հենց ճամփորդության ընթացքում, որովհետեւ ինչպիսին է նա, անպայման ճամփորդության ընթացքում բացահայտվում է, եւ տեսնում ես, որ նույն խելքակալխին մարդն է, նույն նվիրյալ արվեստագետը, նույն պատասխանատու իր գործին մեկը եւ շատ հետաքրքիր է, ախր լսել, գնահատել, բայց ես իր հետ դուետ եմ երգել եւ հրաշալի գիտեմ նրա շնչառությունը, երաժշտական տեխնիկան, երգչական տեխնիկան, այդ բոլորը շատ կարեւոր էին եւ ինքը կարողանում էր շատ ճիշտ օգտագործել, ոչ թե ընդգծելով, այլ ներկայացնելով այն, ինչ երգը պահանջում էր, ոչ մի բաց տեղ չկար նրա կատարման մեջ, ամեն ինչ չափված, ձևված, ճիշտ, դա էր պատճառը, որ մեր բոլոր նշանավոր կոմպոզիտորներ, այդ թվում առաջին հերթին Առնո Բաբաջանյանը իր երգերի առաջին կատարումը վստահում էր բացառապես Ռայսա Մկրտչյանին, դա պատահական երևույթ չէր, Առնոն այն կոմպոզիտորը չէր, որ երգ գրի, ով ուզում է երգի չէ, նա հատուկ երգչի համար էր գրում, նկատի ունենալով, ինչու այդ բոլորը գիտեմ, որովհետև ինձ համար երբ որ երգ գրեց, իր համար պարզ էր թե ես ինչ Սիսիտուրայում կարող եմ երգել, ձայնածավալը ինչպիսին է, նա այդ բոլորը նկատի ունենալով գրեց Չքնաղ երազը,
Եվ ժողովրդական երգել էլ շատ երգեր է երգել Ռայիսան, բայց էստրադային Այդ ես իրան ասի Ռայա ջան, լավ է շատ։ Տես բելան երգում է ժողովրդական երգեր, ինչքան լավ է։ Դու էլի մնում ես քո աստիճանին, բայց ճիշտ կլինի որ դու ժողովրդական երգեր էլ երգես, որքան ցանկացա, հետո մի շարք երգեր ժողովրդական։ Բանջին շատ սիրուն է երգել։ Բոլոր երգեր, ինչքան որ երգեց հրաշալի է երգել, մնալով իր ոճի մեջ։ Այո։ Ոչ թե ներմուծվելով ժողովրդական երգի անդաստանը այնպեսին ինչպես եղել է տրադիցիոն կատարումները չէ, նա իր կատարմամբ ընդգծեց իր գիտակցումը, իր վերաբերմունքը տվյալ երգի հանդեպ, այդպես էլ երգեց ինքը սիրեցի երստարան երգը։ Այո։ Մենք այն լսել ենք միայն Օֆելիա Համբարձումյանի կատարմամբ, շատերն են երգել, բայց բարձրակետը Օֆելիա Կարպովնան էր։ Իսկ Ռայիսայի մոտ բոլորովին այլ կերպ էր երգը ընկալվում եւ ճիշտ էր ընկալվում։ Նա էլ իր ոճի մեջ ընդգծեց բարձրակետ։ Այնպես որ Ռայիսան ընտրված երգչուհի էր։ Գիտեք մայստրո ջան, ես շատ եմ լսել նաև Ստեփան Շաքարյանի ժողովրդական երգերի մշակումները, որ հրաշալի ջազային մշակումներ էր անում եւ Ռայիսա Մկրտչյանը շատ էր երգում այդ մշակումների։ Եվ ճիշտ էր, որովհետեւ դա ունակություն է, դա ընդհանրապես ենթադրենք ուսանողը սովորում է կոնսերվատորիայում, նրան երրորդ կուրսից հետո պարտադիր պետք է ուրեմն դասական բաժնում է երգում, բայց պետք է ուրեմն անպայման երրորդ կուրսից հետո նա ձեռնամուխ լինեն երգչի զարգացմանը, նաև ուրեմն այլ բնույթի երգեր, այլ ոճի երգերի ունակությունը ընկալելու եւ վերարտադրելու համար։ Դրա համար հայկական երգեր են հայտնվում ոչ միայն հայերեն տեքստով, այլ հայերեն հայ ոգով ներկայացնելու համար։ Եվ շատ ճիշտ է, որովհետեւ առաջին հերթին դու ներկայացնելով երգարվեստը ներկայացնում ես նախ քո ազգին, քո ժողովրդին, հետո քո միջոցով նաև առնչվում համաշխարհային երաժշտության անդաստանին։ Իսկ ինչպիսին է բոլորս գիտենք։ Դե Աստված հոգին լուսավորի մեծ երկու Ռայայի, մեծ ցավեր մեզ համար։ Չեմ համարում, բացակայությամբ հենց այս մեր ռադիոյի առջև դրված այս հրաշալի արձանը, հրաշալի կառույցը, չի ասի, կոթողը կարելի ասել, որտեղ փոքրիկ է, բայց շատ առջևը ռադիո լսողի արձանն է, այո։ Ռադիո լսողի արձանն է եւ այնտեղից հնչում է երբեմն նաեւ Ռայիսա Մկրտչյանի միշտ կհնչի։ Ես կարծում եմ շատ լավ կլինի հուշ երեկո կազմակերպել Ռայիսա Մկրտչյանի համար հեռուստատեսության եւ ռադիոյի հետ։ Ինձ համար Ռայիսան շուտ է, բայց պետք է արվի։ Ինչ ասեմ, ինչպես ասեմ, ֆիզիկապես չկա։ Այո։ Իսկ այնպես ինքը ներկա է։ Եղավ մայստրո ջան, շնորհակալություն։